Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթեր մի աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բավականին հետաքրքիր բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուրեր եւ վստահ կարող եմ ասել, թող ավելի մոտ նստեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ նախընտրում են beauty ինդուստրիայի թեման, որովհետեւ շատերն ասում են Ակոպովնա դու որ այդ շաբաթ գեղեցիկի մասին չես խոսում, մենք նեղվում ենք։ Այնպես որ հյուրերից կներկայացնեմ րոպեներ անց, որովհետեւ այս բան պետք է ըստ ֆորմատի շնորհավորում օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկային շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես Ձինայի ու 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Առանց քեզ չի լինի ապրել, չամի չէ տեսակդ ով է արարել, չեմի ժպիտ ու դարձակերի, իմը չէ բաելում բախտը կբերի, մի քիչ է որ սերտաս իմ սրտի, չեմ տեսնի էլ ոչ մեկին, սիրտս այսօր է կուցա, երևի շատ սիրելուց է, արի գրկեմ սիրահարված, չլինի սրտի կատված, սիրտս այսօր է կուցա, երևի շատ սիրելուց է, արի գրկեմ սիրահարված, չլինի սրտի կատված Սիրտը կանեմ սիրելիս, քիչ խոսեմ թող որ շատ խոսի հոգիս, էդ քո անուսայնով ասա սիրելիս, սերս արի ու դուր համու հոտ կյանքից, մի քիչ է որ սերտաս իմ սրտին, չեմ տեսնի էլ ոչ մեկին, սիրտս այսօր է կուցա, երևի շատ սիրելուց է, արի գրկեմ սիրահարված, չլինի սրտի կատված, սիրտս այսօր է կուցա, երևի շատ սիրելուց է, արի գրկեմ սիրահարված, չլինի սրտի կատված շատ սիրելուց է, արի գրկեմ սիրահարված, չլինի սրտի կատված, սիրտս այսօր է կուցա, երևի շատ սիրելուց է, արի գրկեմ սիրահարված, չլինի սրտի կատված, սիրտս այսօր է կուցա, երևի շատ սիրելուց է, արի գրկեմ սիրահարված, չլինի սրտի կատված, սիրտս այսօր է կուցա Դե ինչ 21 TV եթերի մի աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը րոպե չեմ կորցնում ուզում եմ միանգամից ըստ ֆորմատի ձեզ ներկայացնել տեսանյութ եւ երաժշտական եւ գեղեցիկ եւ հաճելի եւ ամենակարևորը թեմատիկ իսկ հյուրերս որը ամենաանմիջական կապն ուներ բնականաբար տեսանյութը րոպեներ անց կլինեն մեզ մոտ տաղավարում ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա Lea Beauty Academy
Դե ինչ շարունակվում է Ձինա այդ նախագիծը եւ այսպես մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալել եմ Estel ընկերության տեխնոլոգ Արման Ջալադյանին եւ նրան ուղեկցում է տվյալ ընկերության ամբասադոր եւ տեխնոլոգ Կարեն Արաքելյանը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Ես հերոստատիտողներին տեղեկացնեմ, որ շատերը, եթե չեն հիշում, դուք գիտեք, որ Lea Beauty Academy-ի հետ կապված գրեթե բոլոր սեմինարները, դասընթացները, չգիտեմ, նորությունները Հակոբովնան ներկայացում էր ծրագրի շրջանակներում եւ դա նշանակում է, որ հերթական նորությունը Lea Beauty Academy-ի կողմից ներկայացում են Estel ընկերության դեմքերը։ Եվ ես ուզում եմ այս պահին նաև Կարենի անունից ներողություն խնդրել։ Կարենը մեզ մոտ հյուրընկալել է բնականաբար արդեն պարզ է Ռուսաստանի Դաշնությունից, հրավերքով ակադեմիայի եւ եթե մի քիչ նեղվի հարենից ներողամիտ կլինեք, մենք դա հասկանում ենք, բայց վստահ եմ, որ մի շաբաթ մնաս Երևանում կարող կբացվի։ Արդեն բացվել է։ Շատ լավ, սկսենք ամենասկզբից։ Ես եթե անկեղծ Estel ընկերության մասին խորացված տարբերակով լսել եմ 13 թվականին Միացյալ Նահանգներում։ Բավականին շատ ակտուալ է այս ընկերությունը այնտեղ եւ ամեն երկրորդը գովազդում է։ Ամեն երկրորդը, որը հանրային դեմք է, եթե անկեղծ առավել եւս գեղեցկույներ մոդելներ, որոնք շատ պոդիում են լինում, անընդմեջ գովազդում են Estel-ը եւ ասում են մենք արժանի ենք լավագույնին։ Միշտ այդ տեքստը կար։ Հիմա ես Estel-ի մասին լսեցի վերջերս Երևանում եւ տղաները մեզ մոտ են եւ կազմակերպել են սեմինար։ Սկսենք ամենասկզբից։ Երբ, ինչպես եւ ինչ կարծիք։ Նախ Estel-ի մասին կուզեմ շատ հակիրճ ասեմ, գրեթե 25 տարի է ինքը որպես ընկերություն գործում է բյութի ինդուստրիայում եւ 25 տարի կարողանում է արտադրել եւ բավարարել իր հաճախորդներին։ Եվ Հայաստանում որպես այդպեսին արդեն գործում է 15 տարի որպես ընկերություն։ Այսինքն շատ է։ Բավականին երկար ժամանակահատված, որը թույլ տվեց շատերին սիրել պրոդուկտը եւ հատկապես մեր գոլեգաներին սիրել եւ աշխատել տվյալ պրոդուկտով։ Շատ լավ։ Իսկ սեմինարի ընթացքում ես հասցրել եմ մենակ ռիլսերը դիտել եւ սթորիներ ասվածը։ Ես հասկացա, որ բավականին շատ էին նաեւ հյուրերը, ովքեր ցանկացել էին տեսնել ձեր ձեռագիրը։ Եթերից առաջ նրանց հետ շփվելուց ես հասկացա, որ դուք շատ գոհ եք։ Դե պատմեք, ինչից եք գոհ։ Նախ ասեմ, որ Հայաստանում վարպետները շատ մեծ տարբերությամբ ավելի хелятиен у профессионал у чист модельну, когда приходится на обучениях чуть больше углубляться в базе, да, потому что какая-то большая часть не понимает, что нужно знать базу, и оттуда дальше, чтобы понимать, трудно получается. И с ними, с такими трудно вести урок. А с нашими мастерами это было очень просто, потому что ребята все уже были готовы, все очень классно понимали, о чем идет речь, и не нужно было переспрашивать. Մարդիկային, որ Estel-ի մասին արդեն տեղեկացված էին, թե եկել էին նոր ճանաչել Estel-ին, ոնց հասկացաք սեմինարի ընթացքում դա պարզ դարձավ։ Ոնց հասկացա, որ հիմնականում լավ էլ տեղեկացված էի։ Լավ էլ տեղեկացված էի, ու դրա համար շատ էլ հեշտ անցավ մաստեր-կլասը։ Շատ լավ։ Սա առաջին անգամ էր, որ Lea Beauty-ի հետ աշխատում եք դուք։ Համագործակցության շրջանակները առաջին անգամ էր, այո։ Եվ ինչ ընթացք է սպասվում մեզ, ես Գևորգ հետ դեռ չեմ շփվել Վարդանյան ակադեմիայի նախագահի շարունակություն կլինի։ Կարծում եմ կարող շարունակելի լինի, այո։ Ինձ թվում է տարածքը կարելի է մեծացնել, եթե մի քիչ շուտ եւ արագ ասվի, որովհետեւ ես պաշտում եմ, գիտեք, այն ստիլիստներին, ովքեր որ նախընտրում են շատ քանակով ընկերությունների հետ համագործակցել։ Ես գիտեմ ստիլիստ, որ ընդամենը 2 ինչ-որ ընկերության հետ աշխատում է եւ չէ ուզում այլևս ընդլայնվել, բայց ես միշտ ասում եմ, որ լավից լավն էլ կա, նա էլ փորձեք, նայեք, ես եմ գնում եմ Վարշավիրանոց, ասում ինձ ինչ կառաջարկեք։ Մի քիչ տեղեկացված էլ պետք է լինեն, չէ՞, օրինակ ներկերի որակից, գույնից, օրինակ իմ ստիլիստը միշտ ասում եմ Ձին, եթե ուզում ես վառ գույներ, արի այս ընկերության ներկեր օգտագործենք։ Մյուսը ասում է, եթե ուզում ես լավ բլոնդ, արի սա օգտագործենք։ Այսինքն
պետք չէ էլի չակերտավոր հարգարժան վարսավիրներ կներեք, որ այսպես եմ ասում։ Ուղղակի 1 կամ 2 բազային ինչ որ պահոց ունենալ կողքը, այսպես դնում են իրանց կողքը, չէ՞։ Ու երևում է, որ այդ երկուսն է, ոչ ավել, ոչ պակաս։ Ես երբ իմացա, որ Estel ընկերության կողմից սպասվում է նաև այս համագործակցությունը, չեմ հասրել ձեր գրեթե բոլոր սթորիները նայել, որովհետև ես ինքս Estel ընկերության կողմից շատ նվերներ եմ նաև ստացել, օգտագործելով նաև խնամքի պարագաները, հասկացել եմ, որ բավականին լուրջ է։ Անհամեստություն չլինի, բայց ես որ պաշտում եմ բյութի ինդուստրիայի կողմից նվերներ ստանալ, ես հասկացա, որ Estel-ի կողմից ունեմ նվերներ հիմնա, չէ՞։ Իհարկե, ձերն է։ Իսկ կարող ենք եթերում ցույց տալ։ Միանշանակ, իհարկե։ Նախանձել չլինի, բայց ես կարող եմ ձեզ ցույց տալ, թե ինչ նվերներ ունեմ, որպեսզի կարողանամ ինքս էլ քարոզել։ Իմ սիրած գույները։ Խնամքի պարագաներ, այո, որոնք նախատեսված են հենց մազերը խնամելու, պահպանելու տնային պայմաններում։ Տնային պայմաններում։ Այո, իհարկե։ Շատ լավ, իսկ այստեղ կա հատուկ տարբերակ, չգիտեմ, բլոնդներին առանձին է, Միանշանակ, քանի որ մենք հետևում ենք ձեր եթերներին ու գիտենք բլոնդ չի, դրա համար բլոնդ չենք բերել։ Բրյունետկան մնում է բրյունետկա։ Շատ լավ։ Այո, նաև գիտենք եթերից առաջ, որը ձեզ շատ կարևոր է եւ պետք է գալի ֆիքսելու համար ձեր։ Շնորհակալ եմ, դուք նաև թիվն եք շատ ճիշտ ինձ համար բերել։ Ճիշտ հասկացել ենք։ Ճիշտ հասկացել եք։ Շնորհակալ եմ շատ։ Ես բնականաբար կօգնեմ։ Ջերմապաշտպանը, կարող եք օգտագործել, պաշտպանել ցանկացած տաք գործիքից առաջ։ Հիանալի։ Սերանը։ Հիանալի։ Ես շատ շնորհակալ եմ։ Սիրով։ Եվս մեկ հարց ամփոփման համար։ Մեր մասնագետներից այսօր շատ-շատերը բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, ես հասկացել եմ։ Եվ ինչպես օրինակ կան անհատներ, որոնք 1 օր 2 օր ապրում են Միացյալ Նահանգներում, կանգարին ասում են parking, այնտեղ exactly usually ինչ որ sense բառեր են օգտագործում։ Նույնը Ռուսաստանում գալիս են, միանգամից դառնում են, չգիտես ինչի խառնվում են, տեքստային, այսպես այնպես դառնում են Ռուսաստանի Դաշնության բնակիչ։ Ու գալիս են Երևան ու սկսում են քարոզել լավը կամ վատը որպես լավ մաստերներ։ Չեմ ուզում ոչ մեկին վարկաբեկել նեգատիվը եթերում ասել, բայց ես պաշտում եմ բոլոր այն վարպետներին, ովքեր որ համեստորեն ներկայացնում են իրենց աշխատանքը, լինի Երևանում, լինի Ռուսաստանի Դաշնությունում։ Այս ամբողջը ասում եմ մեկ այլ տեքստի համար, քանի որ Լեա Բյութի ակադեմիան բավականին շատ մարդկանց հրավիրում է Ռուսաստանի Դաշնությունից եւ ես հասկացել եմ, որ երկարակյաց այնտեղ բավականին երկար ժամանակ բնակվող մասնագետներն ու լրակյաց տարբերակով ներկայացնում են իրենց գործունեությունը, հարգանքներս եմ հղում եւ շատ շնորհակալ եմ լինում։ Եվ եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաեւ ինչու ոչ, այս ամբողջը տեղափոխվի Ռուսաստանի Դաշնություն։ Միշտ մենք ենք հրավիրում, հնարավորություն կա մերոնք էլ գան ձեզ մոտ։ Մենոնք գալիս են։ Գալիս են։ Հայաստանից գալիս են, հա, ու շատ տաղանդավոր վարպետներ են գալիս։ Իսկ լինում է, որ մեկ ամիս անց սկսում են մասնակցել ինչ-որ մրցույթների։ Ոնց է վերաբերվում այդ։ Եթե կուզեք ասեմ, օրերս մի քանի օր առաջ ավարտեց հենց Սուլչում մի մեծ, այսպես ասած, կազմակերպված մրցույթ, որ 50 պետություն էր մասնակցում եւ բավականին մեծ քանակությամբ մենք մասնագետներ ունեինք այնտեղ եւ բավականին լավ տեղեր գրավեցին նրանք։ Եվ ոչ միայն Ռուսաստանում, այլ բոլոր մրցույթների ժամանակ Հայաստանը պատվավոր տեղեր է գրավում։ Օրինակ OMC կազմակերպած շատ հաճախ մենք տեսնում ենք լավ վարպետներ, որոնց անունը հնչում է հենց Փարիզում եւ այլ երկրներում։ Միշտ Հայաստանը ներկայանում է նման միջոցառումների։ Իսկ Estel-ը լինում այդ միջոցառումների ժամանակ հովանավոր։ Երբեմն լինում է, այո։ Երբեմն լինում է, հատկապես Ռուսաստանում կազմակերպված շատ միջոցառումների ժամանակ պաշտոնական որպես հովանավոր հանդիսանում է հենց Estel-ը։ Հիանալի է։ Ես գիտեմ, որ շատ մասնագետներ խնդիր չունեն վարպետներ, ասում են կապ չունի, հովանավոր ասենք Estel-ն է կամ Պողոսն է, ես իրոք կաշխատեմ եւ բնականաբար կներկայացնեմ։ Բայց կա նաեւ ամբիցիաներով էլ, չէ, որ ասում են, չէ, ես ամբասադորն եմ, չգիտեմ, X ընկերության, ես չեմ կարող նրանց հետ համագործակցել։ Տենց խնդիրներ լինում են։ Բնականաբար կարող են լինել, ինչու որովհետեւ անդավաճան են որ տենց։ Անդավաճանի հետ կապված չի, պայմանագրի հետ է կապված սանտիմը, քանի որ ունես պայմանագիր տվյալ ընկերության հետ, չես կարող դավաճանել այլ ընկերության մոտ գնալու համար։
Եթե քո ընկերությունը չի կարողանում ապահովել կամ հովանավորել տվյալ միջոցառումը, միգուցե եւ թույլատրություն լինի արդեն այլ հովանավորի ներքո հանդես գալ։ Հիանալի է, շատ շնորհակալ եմ ձեզ լավ գործի համար, շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, շնորհակալ եմ Լիա Բյութի ակադեմիան միշտ գրագետ սեմինար ներկայացնելու համար եւ ինչու ոչ, ես գիտեմ, որ շատերը ուղղակի ամեն օր սպասում են, թե Լիա ակադեմիան ինչ է ներկայացնելու, որպեսզի լինեն այնտեղ եւ բնականաբար բազայից բացի ունենան մեծ մասնագիտական փորձ։ Իսկ ձեր նման մարդիկ բնականաբար գերագույն են միշտ ապահովում։ Շնորհակալ եմ ձեզ նվերների համար։ Հույսով եմ հերթական անգամ ինձ մոտ կլինեք տաղավարում, բայց ես կցանկանամ այս անգամ արդեն ձեզ հետ լինի մոդել։ Եվ մոդելի օգնությամբ րոպեների ընթացքում դուք կարողանաք նաև ցուցադրել, ներկայացնել տվյալ ապրանքանիշի որակը, եթե դժվար չի։ Իհարկե դժվար չի, սիրով։ Մենք էլ ենք շնորհակալ հյուրընկալելու համար եւ միանշանակ ուրախ կլինենք կրկին ձեր եթերում լինել։ Համեցեք, շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո էլ շնորհակալ եմ նաև Լիա Բյութի ակադեմիային իմ գեղեցիկ կատարելության հասցնելու համար ամենակարևորը։ Շնորհակալ եմ վարպետներին, որ կարողանում են Ակոպովնայի կապրիզներն էլ ընդունել, դիմավորել եւ էսթետիկ հաճույք պատճառել նաև հեռուստադիտողներին։ Մինչեւ հիմա ձեզ հետ Էստել ընկերության լավագույն դեմքերն են եւ ձեր Ձինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ Դու լավ գիտես, որ ես չեմ տեսել քեզ նման, չկա քեզ նման, ուր էլ գնամ, գալու եմ մեկա ես, որ մի քիչ էլ մնամ, ու անեանամ, կողքից չգնամ քո։ Ամաշկոտ գրակոտ աչր, գրակոտ ժպիտը ինձ կկանչեր, կասեր մոտարի ու կպաչր, այդքանից հետո էլ ոչ չհալ չէ, շատ սիրուն ահաչը, իմը դու ես բա սիրունս նաչր, գրակոտ ժպիտ, գրակոտ աչր, որը ոչ մեկի հաստատ նման չէր, քեզ քո ժպիտը շատ ասազում, սիրելով են ես վնասում, սիրտը տեսի մոտ ավազում, զում ալինի իմ սրտի կազմում, մարդ կա որ սիրել չգիտի, մարդ էլ կա որ սիրում աշատ, արժանի ով ինչ ունի, իսկ ինչ ունենք մենք ունենք իրար, հա Դու լավ գիտես, որ ես չեմ տեսել քեզ նման, չկա քեզ նման, ուր էլ գնամ, գալու եմ մեկա ես, որ մի քիչ էլ մնամ, ու անեանամ, կողքից չգնամ քո, չգնամ չէ, չգնամ չէ Մի գնա չէ, թող մի քիչ էլ մնան հուշերը, որ ամեն օր հիշեմ աչքերդ, որում ես տեսնում էի ապագան ու գտնում էի պատասխան, որ չկա էլ քո նման, դու միակն ես աննման, ասա գիտես կանեմ, բայց հոգիդ հոգեբանեմ, թախիցդ կհանեմ, չայրը վատը քեզնից կվանեմ, ալո Երևանեմ, իմ տունեմ, իմ տանեմ, գալիս եմ որ տանեմ հետս հեռու Դու լավ գիտես որ ես չեմ տեսել քեզ նման